Դեռևս 2024 թվականի մարտ ամսին Հայաստանի Հանրապետության վարչապետը մեկնել էր Տավուշի մարզի գյուղեր եւ բնակչությանը հարևան երկրի ագրեսիայի սպառնալիքով համոզում էր, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից հողեր փոխանցել։ Այնպիսի տարածքներից, որոնք ունեին Հայաստանի Հանրապետության պետական կադաստրի կողմից տրված վկայականներ, համարվում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականություն, այդպիսի տարածքներ պետք է հանձնվեին Ադրբեջանի Հանրապետությանը։ Եվ առաջին մարդկանցից Բագրատ Սրբազանն էր, ով դուրս եկավ այդ անարդարության դեմ։ Ընդ որում, երբ որ այս գործով անձանց դեմ մեղադրանք է բերված ահաբեկչության հանցակազմով, այդ հանցակազմը իրենից ինչ է ներկայացնում, հասարակության տարբեր խմբերին առողջության կյանքի սպառնալիքով որևիցե տեսակի վախ ներշնչելը, ահաբեկելը, որպեսզի կատարվի այս կամ այն պետական նշանակության գործողությունը։ Սա հանցակազմի դրսևորումներից մեկն է, ամբողջական չեմ սպառում։ Բայց եթե համեմատական անցկացնենք, հենց Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ իշխող ուժներ 2024 թվականի մարտին ահաբեկում Տավուշի բնակչությանը, ասելով, որ եթե համաձայն չեք լինելու ձեր սեփականությունը փոխանցել թշնամական պետությանը, ապա ձեր նկատմամբ տեղի ունենալու բռնություն, պատերազմ, ագրեսիվ պատերազմ հարևան Ադրբեջանի կողմից։ Սա ոչ այլ ինչ է, քան հենց ահաբեկչություն սեփական ժողովրդի հանդեպ։ Եվ այս գործով մեղադրյալներից ինչքան էլ բառը մենք շատ սրտացավ ենք ընդունում, բայց այդ բառը օգտագործելը միշտ ցույց է տալիս այսօրվա իշխանության իրապահ մարմինների դեմքը։ Այս գործով մեղադրյալներից Բագրատ Սրբազանը դուրս է եկել այդ անարդարության դեմ 2024 թվականի մարտին եւ փորձել է օրենքով չարգելված բոլոր հնարավոր եղանակներով կասեցնել պետության սահմանադրական կարգի դեմ ուղղված այդ ոտնձգությունները։ Հիշեցնեմ, որ այս գործով մեղադրանքը դատարան բերել է հենց դատախազության այն վարչության դատախազը, ում անմիջական պատասխանատվության ներքո է պետության անվտանգությունը եւ սահմանադրական կարգը։ Այսինքն այն գործը, որը պետք է անեին այս գործը դատարան բերած դատախազները, փորձել է ստանձնել Բագրատ Սրբազանը, թույլ չտալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտվի, թույլ չտալ, որպեսզի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ տեղի ունենան։ Դա արել է բացառապես իր ուժերով եւ իր հեղինակության շնորհիվ եւ կրկնում եմ կատարել է օրենքով չարգելված խաղ անհնազանդության բոլոր գործիքակազմերը օգտագործելով։ 2024 թվականի մարտին Տավուշի մարզում սկսվել է Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, որը առաջնորդն է եղել Բագրատ Սրբազանը։ Բնականաբար այդ շարժումը չէր կարող լոկալ նշանակություն ունենալ, որովհետև այդ տարածքների հանձնումը միայն տարածքի բնակիչների խնդիրը չէր եւ իրենց որոշելիքն չէր, դա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաեւ աշխարհասփյուռ մեր թուրքի ցանկացած հայրենակցի մտահոգություններ եւ սրտի ցավը։ Եվ շատ մարդիկ, տեսնելով շարժման անկեղծությունը, դրա ճիշտ բովանդակությունը եւ նպատակները, միացել են շարժմանը։ Պատահական չի, որ 2024 թվականի մարտից մինչև ապրիլ ժամանակահատվածում շարժումը թափ հավաքեց, սկզբից էական դժվարություններ ստեղծելով հայրենահանձման այդ գործընթացին, այնուհետև դուրս եկավ մարզային տրամաբանությունից եւ շարժվեց դեպի Երևան։ Բավականին հետաքրքիր եւ նաեւ զարմանալի անսպասելի արդյունք ապահովեց այդ շարժումը։ Միտեղ հավաքելով իրար հետ երբևէ կապ չունեցող եւ դժվար պատկերացնելի, որ այդ մարդիկ կարող են իրար կողք կանգնել Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական քաղաքական խմբերին։ 2024 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցավ 20 թվականի պատերազմից հետո ամենամարդաշատ հավաքը, որը իր բնույթով էլի կրկին իր գործիքակազմով միանշանակ խաղաղ էր, իսկ իր բոլոր
դժգոհությունների ակցիաները նախորդող փուլում ճանապարհին եւ Երևան քաղաքում դուրս չեն եկել խաղաղ անհնազանդության ակցիաների տրամաբանությունից եւ որևէ անձ չի տուժել ոչ հոգեպես, ոչ բարոյապես, ոչ ֆիզիկապես այդ գործողություններից։